Ողջույն սիրելիներ, քրիստոնյան, գրոնական և պետական խաչմերուկին մեջ։ Այսօր մեր ժողովրդի հոգին գցնցվի, և եթե գցնցվի հոգին, ուրեմն ճշմարտությունը այլևս մերգացած է։ Հիմա ավելի քան երբևէ ժամանակն է հարցնելու. ուր է եղբայրս, ուր է իմ գատոյգոսը, որուն վկայությամբ պետք է լուսավորվիմ, ուր է իմ վարչապետը, որուն առաջնորդությամբ պետք է ապրիմ, և վերջապես ուր է իմ Տերը այս ամենը տեսնելու մեջ։ Քրիստոսի խոսքը կհնչե այսօր ոչ թե պարզ քարոզի մեջ, այլ ժողովրդի ցավին մեջ, արդարության և բարոյականության փլուզման գետին, երբ պետական առաջնորդը կհրապարակե լուրջ մեղադրանքներ եկեղեցականության դեմ, սեռական մեղքերու և ուխտազանցության մասին, իսկ Մայր Աթոռը կպատասխանե առանց հերքելու, առանց հստակություն տալու, առանց քաջության, մենք չենք կրնար լրել։ Սիրելիներս, ոչ, քրիստոնյա հավատացյալը լրելու իրավունք չունի, երբ Աստծո անվան տակ կգործվին քեշ բաներ։ Քրիստոս երբեմն կլրեր, բայց երբ կփախեր սրբարանի դռները, կվերցներ մտրակը։ Դարձյալ հարցումն է, ով պիտի վերցնե այսօր այդ մտրակը։ Սուրբ գրքի մեջ կկարդանք, ով որ պիտի ելա եպիսկոպոս, պետք է ելա անարատ, մեկ կնոջ մարդ, ողջախոհ, պարգեշտ և այլն, առաջին Տիմոթեոս 3:2։ Միթե սա պատվիրան չէ։ Միթե այս սկզբունքը միայն խոսքի զարդարանք եղավ։ Միթե մարդը կրնա խախտել կուսակրոնության ուխտը, ունենալ զավակներ և մնալ իբրև կաթողիկոս առանց մաքրագործումի, առանց ապաշխարության և առանց պատասխանատվության։ Մյուս կողմը, ինչպես է, որ եպիսկոպոսը, ինչպես Միքայել Աջապահյանը, կխոսի փողոցային լեզվով, թող փորձեն առանց կնոջ ապրիլ, կամ գնա շարունակե գերուտ կնքան և այլն։ Սիրելիներ, սա սրբազանի փառաբաշար է։ Միթե սա Հովվի պատիվն է, բարոյական բարձրությունը։ Եթե սրբազնությունը կվերածվի քվեի մակարդակի, ուրեմն մենք միայն չենք կորսնցներ վարդապետությունը, այլ ողջ հոգևոր ուժը։ Եվ մենք ժողովուրդն մեղք ունենք։ Մենք լրած ենք, երբ լրել պետք չէր։ Մենք վարած ենք մոմ առանց կարդալու Աստվածաշունչը։ Մենք հապուրած ենք ձեռքեր անպատիվ հոգևորականներու և մերժած ենք աղքատ սուրբերուն։ Արդ, եկեք մտնենք լրջության պահի մեջ։ Այս պահուն ոչ մեկ կուսակցություն, ոչ մեկ աթոռ, ոչ մեկ սանահին պատիվ չի կրնար արդարացնել լրությունը, գեղձիքը կամ կեղծ բարեպաշտությունը։ Եկեղեցին պետք է մաքրվի, ոչ թե վերածվի, և այդ մաքրումը պետք է սկսի ինքնաքննությամբ։ Եթե կաթողիկոսը մեղավոր չէ, թող հրապարակավ հայտարարե, ուրախանանք, իսկ եթե մեղավոր է, թող ապաշխարե։ Սա է ճշմարտության ուղին։ Իսկ վարչապետն ալ, եթե անկեղծ է, թող չօգտագործե այս հարցը իբրև քաղաքական ճնշում, ճշմարտությունը չի կրնար ծառայել շահերուն։ Մեր մեծերը կսեն, երբ սրբությունները կդառնան բանավեճի նյութ, ժողովուրդը կդառնա առանց սրբության։ Մենք չենք կրնար հանդուրժել այդ օրը։ Արդ, թող այս օրը ըլլա սկիզբ ոչ պառակտման, այլ մաքրումի։ Թող Աստված սրբե եկեղեցին ոչ դահիճով, այլ Սուրբ Հոգիով։ Եվ թող առաջնորդներեն սկսի զատումը արդարներու և անարժաններու միջև։ Քրիստոս կսե. Ես եմ ճշմարտությունը։ Ով որ կթաքցնե ճշմարտությունը, ինքը Քրիստոսեն կհեռանա։ Սիրելիներ, իմ կոչումն ու պարտականությունն է ճշմարտությունը ցեզ ներկայացնել, իսկ ձեր պարտքն է լսել, հասկնալ ու կիրառել։ Մենք չենք խոսիր մարդուց դեմ,
այլ հանուն Աստուծո արդարության։ Չէ որ Հովանես Մկրտիչը սպանվեցավ, որովհետև ուղեց մեղադրանքը անարակ թագավորի դեմ։ Հիմա նույն բանին ճակատին ենք։ Թույլ մի տաք, որ վախը ձեզ լրացնե։ Թույլ մի տաք, որ սրբության անվան տակ սրբաբղծություն ընդունի իր իշխանությունը։ Աստված թող բահե մեզ և ձեզ, թող բահե մեր հայրենիքը և մաքրե մեր սուրբ եկեղեցին։ Ամեն։